Այս իշխանությունը ձախողել է նաև տնտեսության և սոցիալական կյանքին վերաբերող իր բոլոր խոստումները։ Խոստանում էին տարեկան միջինը 7%-անոց տնտեսական աճ, իրականում իրենց իշխանության 7 տարիներին միջին տնտեսական աճի ցուցանիշը կազմում է ընդամենը 5,4%, և այս 5,4%-ի առյուծի բաժինը ընկնում է 2022 և 2023 թվականներին թռիչքաձև գրանցված աճերին, ինչը պայմանավորված էր արտաքին պատահական գործոնով, որի հիմքում ռուս-ուկրաինական պատերազմն էր։ Այս նույն տարիներին ԵԱՏՄ անդամ չհանդիսացող, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր չհանդիսացող Վրաստանը ևս գրանցել է մեր բարձր տնտեսական աճի ցուցանիշներին մոտ տնտեսական աճի ցուցանիշներ։ Այո, 12,6% և 8,3% բարձր տնտեսական աճերն են, որ 5,4%-անոց միջին աճի ցուցանիշ են արձանագրել։ Իսկ 2025 թվականի համար այս իշխանությունները փաստորեն լավագույն սցենարով նույնիսկ կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ 5,1%-անոց, որի կատարումը դեռ մեծ հարց է և էական ռիսկերի ներքո։ Փաստացի այս իշխանությունը ձախողում է ոչ միայն մեր երկրի անվտանգային խնդիրները, այլ փաստացի ձախողում է տնտեսական բարեփոխումները, իրենց տված խոստումները և ընդհանուր առմամբ մեր երկրի նաև բարեկեցությունը։